դատարանի անդամները, դատարանի դատավորները գիտեն, որ ընդամենը օրեր հետո իրենք հնարավորություն պետք է ունենան իրենք իսկ ընտրեն իրենց նախագահին, բայց ազգային ժողովը, 6-րդ գումարման ազգային ժողովը, անտեսելով այդ սահմանադրական դրույթը, նշանակում է նախագահ։ Հավատացնում եմ ձեզ, որևիցե դեսանտ, որևիցե դատական համակարգում լավ բանով չի ավարտվում։ Արձագանք։ Շնորհակալություն։ Պարոն Վարդանյան, ինձ համար էլ բացարձակ նորություն չէր կամ անակնկալ չէր ձեր արձագանքը, որ դուք ցավ եք հայտնում, հաշվի առնելով, որ անցած 8 տարիների ընթացքում առիթ ունեցել եմ ձեզ ճանաչելու, բայց ամեն դեպքում ես երաշխիքների մասին ոչինչ չլսեցի, որ դուք ինչ պիտի անեք, որպեսզի իսկապես մենք հրապարակային նաև այսօր այդ երաշխիքները լսելուց հետո կարողանանք հետո ձեզ հիշեցնել ձեր խոսքերը, որ այս որոշման կայացման ժամանակ դուք հակառակ եք գնացել ձեր խոսքերին, որովհետև սահմանադրական դատանը բնականաբար քննելու է գործեր, որոնք ուղիղ առնչվելու են իշխող կուսակցությանը եւ ձեր դիրքորոշումը, այդ թվում եւ հրապարակային խոստումները ձեր անաչառության վերաբերյալ ուղղակի կապ ունեն հետագա պրոֆեսիոնալ գործունեության որակի վրա։ Շնորհակալ եմ։ Տիկին Թովմասյան, շատ լավ որ ընդգծեցիք, որ մենք այս վերջի 8 տարիների ընթացքում շատ ենք շփվել եւ մենք միմյանց շատ լավ ճանաչում ենք։ Դուք գիտեք իմ դիրքորոշումները, ես գիտեմ շատ լավ ձեր դիրքորոշումները։ Ինչու եմ ես երթման տեքստը հիշատակել։ Մի պարզ պատճառով, որովհետև կարգավիճակի փոփոխությունը բերում է նաև քո հասարակական դերի փոփոխությանը։ Որովհետև դուք որպես լրագրող եւ դուք որպես падգամավոր երկու տարբեր վարքագիծ եք իրականացնել։ Ոչ թե նրա համար որ դուք փոխվել եք, որովհետև ձեր զբաղեցած պաշտոնը հանգեցնում է ձեր վարքագծի փոփոխությանը։ Եվ ես ինչու եմ հիշատակում երթումը, մի պարզ պատճառով, որովհետև երթումը որոշելու է այն կարգավիճակը, այն մտածելակերպը եւ այն մոտեցումները, որով ես եմ առաջնորդվելու։ Եկեք չխառնենք կուսակցական կարգապահության պահպանումը, որը շատ կարևոր է խորհրդարանական ուժերի ձևավորման համար, անկախության եւ անաչառության հետ։ Եվ չմոռանանք, որ սահմանադրական դատարանի դատավորը ընտրում 12 տարի ժամկետով, այսինքն մոտավորապես 2 խորհրդարանական իտերացիաների համար։ Հարգելի գործընկերներ, ողջունենք Արարատի մարզի Նորուղու միջնակարգ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին, որոնք մեզ այցելել են։ Եվ պարոն Բաբայանին խոսքը տանք, Նարեկ Բաբայան։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան, ձեր զեկույցի համար։ Ձեր զեկույցից ես մի բան հիշեցի, ասում էիք, ուրեմն տարբեր երկրներում սահմանադրական դատարանների որոշումների չկատարման հետ կապված խնդրից խոսեցիք եւ Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում մի շատ հիշարժան որոշում կա։ Իդեպ այդ որոշման շրջանակներում մենք ծանոթացել, եթե չլիներ այդ որոշումը, ես եւ դուք կծանոթանենք շատ ավելի ուշ, բայց մենք ծանոթացել ենք 2004 թվականին։ 2003 թվականին սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, որ կեղծված ընտրությունների հետ կապված ուրեմն 1 տարվա ընթացքում անցկացնել նոր եւ վստահության հանրաքվե կամ նոր արտահերթ ընտրություններ, որի հետ կապված 2004-ին եղան ցույցեր, որոնց բռնաճնշումներով ճնշվեցին եւ արդյունքում իհարկե ոչ մի բան տեղի չունեցավ, հանրաքվե կամ արտահերթ ընտրություններ։ Ու հիմա թեկուզ այսքան տարի անց ինձ հետաքրքիր է ինչ պիսի որոշում կարող էր ընդունել կամ ինչպիսի գործիքակազմ կարող էր լինել, որ այդ որոշումը ի կատարածվեր եւ առհասարակ, քանի որ դուք ձեր ելույթում փոքր ինչ սահմանափակ այդ մասին խոսեցիք, առհասարակ ինչ գործիքակազմ կարող է լինել, որ սահմանադրական դատարանների որոշումները, այն էլ այդպիսի կարևոր որոշումները ի վերջո չմնան թղթի վրա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Բաբայան։ Չեմ կարող այս պարագայում անկեղծ չլինեմ եւ պետք է ասեմ, որ 2003 թվականի սահմանադրական դատարանի, չեմ սխալվում, ապրիլի 12-ի որոշումներ կարող սխալվեմ, որոշակի առումով մղեց ինձ դեպի սահմանադրական դատարան։ Ես ընդունեցի սահմանադրական դատարանի աշխատակազմում աշխատելու առաջարկը, որովհետեւ
Ես տեսա, որ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ դատարանը սկսում է գործել որպես դատարան, անկախ դատարան, եւ կարողանում է խիզախ որոշումներ կայացնել։ Ես չեմ անդրադառնա որոշման բովանդակությանը եւ դրա ճակատագրին, որովհետեւ հնարավոր կարգավիճակային փոփոխության պարագայում սա կարող են ինձ հիշեցնել, բայց ես կասեմ ձեզ հետեւյալը, որ փոխադարձ հարգանքի սկզբունքի հիման վրա պետք է գործեն եւ սահմանադրական դատարանը եւ պետական մարմինները։ Ես արդեն ելույթումս ասացի, որ սահմանադրական դատարանի որոշումները պետք է կատարվեն առանց որևէ եթե եւ բայցի։ Սահմանադրական դատարանի որոշումների կատարումը դրված է օրենքով կառավարության վրա։ Կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի այդ որոշումները կատարվեն։ Սահմանադրական դատարանը ամեն տարի հանդես է գալիս հաղորդման որոշումների կատարման վիճակի վերաբերյալ, որում արտացոլում է իրական իրավիճակը երկրում որոշումների կատարման եւ խորհրդարանը այստեղ լրջագույն դերակատարություն են դուրում թե դիմությունը թե անդիմությունը, որպեսզի հուշի, որպեսզի պահանջի, որպեսզի սահմանադրական դատարանի որոշումները կատարվեն։ Բայց չեմ կարող չանդրադառնալ նաեւ առանց անդրադառնալու այդ որոշմանը, չեմ կարող չանդրադառնամ նաեւ դատական ակտիվիզմի վտանգավոր դրսևորումների, երբ օրինակ սահմանադրական դատարանը կամ գերագույն դատարանը, որից է երկրում դուրս է գալիս սահմանադրական, դուրս է գալիս փորձում է ավելացնել, ընդլայնել իր սահմանադրական լիազորությունները դրսևորելով դատական ակտիվիզմ։ Սահմանադրական դատարանը սահմանադրական արդարադատություն իրականացնող բարձրագույն ատյանն է։ Չկա որևէ ատյան, որը փոխի սահմանադրական դատարանի որոշումը։ Դրա համար այստեղ ոսկերչական աշխատանք է պետք անել ցանկացած որոշման կայացման պարագայում, որովհետև որևիցե սխալ ուղղելու հնարավորություն դու գրեթե չես ունենում։ Եվ դրա համար թե սահմանադրական դատարանի որոշումները պետք է լինեն այն կարգի փաստարկված եւ հիմնավորված, որ որևիցե մեկի մոտ կասկած չառաջացնի, եւ պետական մարմինների դիրքորոշումը սահմանադրական դատարանի որոշումների կատարման վերաբերյալ պետք է լինի շատ հստակ։ Բայց ասեմ, որ այս երևույթը նոր չէ։ Դեռևս Միացյալ Նահանգների գերագույն դատարանի կողմից առաջի որոշումներից մեկը, որը դուր չեկավ Միացյալ Նահանգների նախագահին, ստացավ հետևյալ արձագանքը, ասես դատավոր այսինչը, դա այսել այդ որոշումը, թող դատավոր այդ ինչներ այդ որոշումը կատարի։ Ուսամ մենք այդ իրավիճակում չենք հայտնվի։ Արձագանք չունեք։ Հովիկ Աղազարյան։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան, մենք միասին շատ ենք իրար հետ շփվել, աշխատել, եւ դուք գիտեք իմ կներեք բացասական վերաբերմունքը սուբյեկտիվ իհարկե իրավաբանների նկատմամբ, եւ եթե դա հանում եք այդ հանգամանքից ձերբազատվում եք, ապա պետք է նաեւ իմանաք իմ դրական վերաբերմունքը ձեր նկատմամբ, որքանով է դա ձեզ հետաքրքիր չէ, դա ուրիշ հարց է։ Այդուհանդերձ մի քանի հարց ունեմ, կօգտագործեմ նաեւ արձագանքի պահը, որ հասցնեմ։ Տեսեք, դուք անդրադարձաք իմ հարցին, շնորհակալություն դրա համար, որ չեք ուզեցել, որ գործընկերներին դնեք անհարմար վիճակում եւ այլ եւ հրաժարվել եք մանդատից։ Բայց ասիկա խորհրդարանի նկատմամբ հարգանքի սերնելով։ Բայց չէ որ կարող է պատահի տեսականորեն դուք չընտրվեք։ Բայց դեպքում դուք հրաժարվել եք մանդատից եւ կարեւորագույն պաշտոն եք թողնում։ Ստեղ դիսոնանս չկա արդյոք։ Հաջորդ հարցը հրճակագրի հետ կապված, որ նախագիծը կա սահմանադրության եւ տենդենս կա, որ հրճակագրին հղում չարվի։ Հնարավոր չի արդյոք հրճակագրին ուղղված հղումը մնա, բայց պրեամբուլայում մի միտք ավելացվի, որը ակնհայտորեն ցույց կտա, որ մենք որևէ տարածքային պահանջ, որևէ նկրտում մեր հարևանների նկատմամբ չունենք։ Տեխնիկապես դա հնարավոր չի լուծել, որ համ հրճակագիրը մնա, համ այդ հարցը լուծվի։ Հաջորդ հարցը գերագույն դատարան, որտեղ պետք է լինի նաև սահմանադրական դատարանը, թե այնպես ինչպես որ կա ձեր կարծիքը, երթման հետ կապված դուք շատ լավ անդրադարձաք երթման հետ կապված, շատ կարևորեցիք, բայց տեսեք, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հետ կապված վարչապետի հրահանգով գործից ազատվելու հանգամանքը որքանով է դա սահմանադրականության մեջ տեղավորվում եւ դուք, եթե ոչ հրապարակային, ապա գոնե խմբակցության մակարդակով քննարկումների ժամանակ կարծիք հայտնել եք։ Պարոն Աղազարյան, շնորհակալություն։
Շնորհակալություն նաև համագործակցության համար։ Ես գիտեմ ձեր բացասական վերաբերմունքը իրավաբանների նկատմամբ, որը նաև պրոյեկտում էր իմ նկատմամբ, բայց շնորհակալություն եմ, որ նաև դրական խոսքեր լսեցի ձեր կողմից, իմ անձի ասեին։ Շատ հստակ եւ պարզ կասեմ, հարգելի գործընկերներ, շատ անկեղծ։ Ես շատ գիտակցաբար գրել եմ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում, որովհետեւ առաջին չեմ ուզել, որ իմ խորհրդարանական գործընկերներ, չեմ ուզում, որ իմ խորհրդարանական գործընկերներ, այդ թվում դուք կաշկանդված լինեք նրանով, որ գիտեք, դե հիմա բանը չընտրենք, որ մնա պատգամավոր, բայց ու իրար հետ աշխատելու ենք, լավ արել ավելի լավը գնանք ընտրենք, ոչ։ Եթե դու ստանձնում ես որոշակի դերակատարություն, դու պետք է գնաս առաջ։ Դու չպետք է վախենաս։ Ես շատ եմ սիրում խորհրդարանական աշխատանքը, ես շատ եմ սիրում սահմանադրական դատարանը, ես արմատերով սահմանադրական դատարանից եմ։ Բայց ես չեմ ուզում իրավիճակ ապահովեմ, որ գիտեք, ստե չստացվի, ստե գոնե կմնա, ոչ։ Սա բարոյականության խնդիր է, սա էթիկայի խնդիր է, սա ճիշտ է, պարոն Աղազարյան։ Եթե ես հնարավորություն ունենայի ավելի վաղ հրաժարվեի մանդատից, հավատացնում եմ, ավելի վաղ հրաժարվեի մանդատից եւ այստեղ հանդես կգայի ոչ թե երկակի կարգավիճակով, այլ որպես սոց սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու։ Սա ինչ վերաբերում է ձեր առաջի հարցին, եւ իմ կարծիքով սա երբ թե ճիշտ մոտեցում պետք է լինի հետագայի համար, որտեղ որույթը մեկը չպետք է կաշկանդված լինի։ Ինչ վերաբերում է ձեր հաջորդ հարցերին, հռչակագրի, սահմանադրական դատարանի, գերագույն դատարանի կամ պաշտոնաբարման ավարտի վերաբերյալ, եթե թույլ տաք այս հարցերին չեմ պատասխանի, ոչ թե նրա համար, որ չնեմ այս հարցերի պատասխանը, այլ որովհետեւ այս հարցերը կարող են ձեր կողմից դրական քվի արժանանալու պարագայում դառնալ նաև սահմանադրական դատարանում քննարկման առարկա, եւ ես ստիպված պետք է լինեմ այնտեղ պատասխանեմ այս հարցերին։ Եթե պատասխանեմ այսօր, ստիպված պետք է լինեմ ըստ էության ձեռնպահ մնալ այդ հարցերի քննարկումից սահմանադրական դատարանում։ Ես մտածում եմ եւ սահմանադրական դատարանի կարգավիճակը եւ դատավորի կարգավիճակը պահանջում է, որպեսզի դու ապահովես անաչառությունը եւ թույլ չտաս հրապարակային ելույթներում անդրադարձ այնպիսի հարցերին, որոնք կարող են քննարկման առարկա դառնալ սահմանադրական դատարանում։ Հավատացնում եմ, ես չեմ խուսափել պատասխանից, ես տվել եմ միակ հնարավոր պատասխանը, որը կարող է տալ ձեզ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն։ Մնացած պատասխանները կլինեին, կներեք, այդ թվում երթման տեքստից դուրս։ Շնորհակալություն։ Արձագանք։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան, իսկ ԲԴԽ-ի հետ կապված որացակ, թե դուպես հարմար չէ գտնում պատասխանել վարչապետի հրահանգի հայտնի ԲԴԽ-ի նախագահան, որ հրաժարական տվեց, Բարձրագույն դատական խորհրդի նախագահան։ Այդ բանահու եւ հաջորդը մի քիչ պրովոկացիոն բնույթի հարց կներեք իհարկե։ Բնականաբար Տիկին Թոմասյանի հարցադրումը նաեւ շարունակելով դուք ասենք գնում եք թիմից, քաղաքական թիմից եք գնում սահմանադրական դատարան եւ շատ ժամանակ ուղղակի ձեր հայացքները կհամընկնեն, որովհետեւ դուք այդ արժանապատվի կլորն եք եղել, ձեր հայացքները հիմք կհանդիսանան այս կամ այն որոշման հետ կապված ձեր դիրքորոշման պահով։ Հարցս հետեւյալն է պրովոկացիոն։ 0-ից 100 շկալայում, որտեղ 0-ն այնա որ դուք վարչապետի հրահանգին չեք ենթարկվի, 100-ն այնա որ ենթարկվի վարչապետի հրահանգին։ Որ բանը կզբաղեցնեք էլի հորիզոնական։ Պարոն Աղազարյան, փորձեմ այլ կերպ պատասխանել հարցին։ Պատկերացրեք, ես բժիշկ եմ եւ տանել չեմ կարող ինչ-որ մարդուն, բացարձակապես որևիցե եղանակով այդ մարդուն տանել չեմ կարող։ Բայց այնպես է հայտնվել, որ վիրահատական սեղանի վրա այդ մարդը եւ իր կյանքի փրկությունը կախված է ինձանից։ Ես ինչի կարևորեցի երթում, ես գիտեմ, որ այս հարցը գալու է, որտեղ անկախ նրանից, թե ես ինչպես եմ վերաբերում այս կամ այն սուբյեկտին, ես պետք է առաջնորդեմ այս փոքրիկ երթմամբ։ Սիրեմ, չսիրեմ, լավն է, լավը չի։ Ես պետք է առաջնորդեմ երթմամբ։ Ինչպես բժիշկը պարտավոր է առաջնորդվել երթմամբ, Հիպոկրատի երթմամբ եւ բուժում եւ առաջօգնություն ցուցաբերել, այլ ոչ թե անձնական նախասիրություններով։ Չկան այնս մարդ այս դահլիճում, այս դահլիճից դուրս, նույնիսկ այս երիտասարդները նստած են, յուրաքանչյուր ունի քաղաքական միտք, քաղաքական տեսլական,
քաղաքական մոտեցումներ։ Մեկը սոցիալիստ է, մեկը կարա լիբերալ լինի, մեկը ազատական, շատ ազատական, մյուսը շատ պահպանողական։ Չկա մարդ, որ չունենա քաղաքական նախասիրություններ։ Քաղաքական նախասիրությունները մի բան են, երբմամբ առաջնորդվել է եւ քո լիազորությունները համապատասխան իրականացնել այլ բան։ Դրա համար իմ կարծիքով ես մաթեմատիկական թվերով չպատասխանեմ ձեր կողմից բարձրացված հարցերին, որտեղ դա սխալ կլինի, բայց ասեմ ձեզ հետևյալը, շատ հստակ, որ յուրաքանչյուր պետական պաշտոնյա պատասխանատու է օրենքի սահմանադրության, Սահմանադրական դատարանի պարագայում սահմանադրության եւ իր սեփական խղճի առջև։ Այսքանը շնորհակալություն։ Արմենուիկ Յուրեգան։ Պարոն Վարդանյան, ես հիմա մեջ եմ բերելու քաղաքացիական պայմանագրի կարկառուն ներկայացուցիչներից մեկի խոսքերը, միտքը, որին հանրությունը լավ ճանաչում է։ Համոզված եմ, որ գործ ունենք Արցախում մարդկայնության դեմ ուղղված հանցագործության հետ։ Եվ ես պնդում եմ ու շարունակելու եմ անել ամեն ինչ, որ միջազգային ցանկացած հարթակում սատարեմ այն թեզը, որ Ադրբեջանը կատարել է լրջագույն հանցագործություններ եւ դրա համար համապատասխան պատիժ պետք է տրվի։ Նաեւ անդրադառնալու եմ Ադրբեջանի կողմից մտածածին մեղադրանքներով ապօրինաբար ձերբակալվող էթնիկ հայերին։ Հավատացնում եմ, որ ցանկացած նման դեպք արժանանալու է միջազգային համապատասխան արձագանքի, ցանկացած միջազգային հարթակում, որտեղ մենք կհայտնվենք, մենք խոսելու ենք դրա մասին եւ պահանջելու ենք, որ Ադրբեջանի քաղ բանտարկյալների առանց այդ էլ երկար շարքը չհամալրվի մեր հայրենակիցներով։ Հիմա հարցս նախ, դուք ինչպես եք գնահատում ձեր իսկ գործընկերոջ նման մտքին, ինչ ընդունում եք այս միտքը, թե ոչ, համարում եք արդյոք այս մոտեցումը այսօրվա կառավարության վարած արտաքին քաղաքականության հետ հակասություն ունեցող եւ եթե այո, ապա այս պարագայում արդյոք այս ներկայացուցիչը, քաղաքական գործիչը պետք է ազատվի իր աշխատանքից, որովհետև ինքը կառավարության արտաքին քաղաքականության դեմ գործողություն է իրականացնում, միտք է հայտնում, ինչպես օրինակ, ասենք, Ցեղասպանության թանգարանի տնօրենը ազատվեց աշխատանքից վարչապետի պահանջով, որովհետև հայտարարեց վարչապետը, որ իրենց վարած քաղաքականությունը եւ տնօրենի իրականացրած գործողությունը այն է ԱՄՆ-ի փոխնախագահի Վենսին գիրք նվիրելը իրար հակասում էին։ Խնդրում եմ պատասխանել։ Տիկին Գյուրեգյան, կարծես թե այդ կարկառուն ներկայացուցիչը, որին դուք փորձեցիք վկայակոչել, զուտ հաշվի առնելով, որ այն եզակի մարդկանցից են, որ օգտագործում ոչ թե մարդկության դեմ, այլ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների եզրույթը, կարծես թե կարող եմ ես լինել, առավել հավանականորեն ես եմ եւ հասկանում եմ, թե դուք ինչ եք այդ հարցը տալիս։ Գիտեք, շատ հստակ կպատասխանեմ ձեզ այդ հարցին։ Ուրեմն իմ ամբողջ խորհրդարանական գործունեության ընթացքում բոլոր խորհրդարանական հարթակներում հարցրեք ձեր գործընկերներից։ Ես սատարել եմ, սատարելու եմ Հայաստանի Հանրապետության շահերը, անկախ նրանից, որ ույցը պաշտոնում լինեմ, որտեղ Հայաստանի Հանրապետության շահերը չափազանց կարևոր են եւ բոլոր հարթակներում, բոլոր հնարավոր հանդիպումների ժամանակ ես բարձրացրել եմ այդ ում ձեր կողմից մատնանշված հարցերը։ Եվ եթե կարիք եւ հնարավորություն լինի եւ հարիր հարթակ լինի նաեւ սահմանադրական արդարադատության ոլորտում քննարկումների, միջազգային քննարկումների ժամանակ սահմանադրական արդարադատության իրագործման համար ստեղծված համապատասխան ասոցիացիաների շրջանակներում այդ հարցի բարձրացման պարագայում ես նույն դիրքորոշումն եմ արտահայտելու։ Որովհետև գիտեք ինչ, այո, սահմանադրական դատարանը անաչառ է եւ անաչառ է գտնվելու, որովհետև իրականացնելու է արդարադատություն յուրաքանչյուրիս համար, բայց պետական շահերով առաջնորդվելը իմ կարծիքով պետք է լինի ցանկացած պաշտոնատար անձի, այդ թվում անդիմադիր քաղաքական անձի, քաղաքական պաշտոնյայի համար կարևոր գրավական։ Ես մշտապես առաջնորդվել եմ պետական շահերով, երկրի սահմաններից դուրս եւ շարունակելու եմ առաջնորդվել։ Եվ եթե դուք ուզում եք հիմա փորձել ստեղծել իրավիճակ, որ գիտեք, այ հիմա մեկ-երկու շատ բարդ հարց կտամ, որի տակից Վարդանյանը կամ դուրս չի գա կամ կփորձենք նրան տանենք դեպի քաղաքական քննարկումների ոլորտ, ապա հավատացնում եմ ձեզ, այս 8 տարվա գործունեությունը այդ թվում
ինձ սովորացրել է մի շատ հետաքրքիր բան, էլի խուսափել որևիցե եղանակի, կներեք, պրովոկացիոն դատողությունից։ Իսկ չի կարա սահմանադրական դատարանի դատավորի տեխնացուին ուղղվի հարց, կներեք ամենայն հարգանքով Տիկին Գյուրեղյան, դու գիտեք ես շատ եմ հարգում, բայց չի կարող տրվի սահմանադրական դատարանի դատավորի տեխնացուին հարց, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը, եթե այն չի հետապնդում մեկ պարզ նպատակ՝ վերջինիս խունից անել կամ կազմակերպել փոքրիկ ընկերական պրովոկացիա։ Այսքանը շնորհակալություն Տիկին Գյուրեղյան։ Պարոն Վարդանյան, իհարկե ես էլ ձեզ եմ ճանաչում եւ ես շատ լավ գիտեի, որ դուք հաստատ հիշեք ձեր խոսքերը եւ այդ խոսքերը դուք ապատասխանել եք ինձ Հռոմի ստատուտի ընդունման վավերացման ժամանակ ձեր ելույթով, հիշեցնելով ինձ, որ Տիկին Գյուրեղյան եւ Տիկին Լիլիթ Գալստյան դուք դեմ եք քվեարկում ստատուտին, բայց այս գործիքը մեզ պետք է, որպեսզի վաղը մյուս օրը մենք արցախահայության դեմ հանցագործությունների հարցով միջազգային հարթակներում դատական գործ հարուցենք։ Ուր է այդ հարուցած դատական գործը։ Ես խոսում եմ արցախահայության դեմ հանցագործության մասին, որը դուք եք ձևակերպել, ձեր ձևակերպումը։ Եվ հիմա դուք ասում եք, այո, ես Հայաստանի հայկական պետության շահերն եմ պաշտպանելու։ Ես հարցնում եմ, արդյոք Ադրբեջանի իրականացրած գործողությունները այսօր էլ դուք համարում եք Արցախի դեմ հանցագործություն, մարդկության դեմ հանցագործություն, խնդրում եմ, սա ուղիղ պատասխանեք, կապ չունի, դուք հիմա տեխնացու եք, նախկին քպայական եք, որպես անձ, դուք այսօր էլ համարում եք Ադրբեջանի գործողությունները Արցախահայության դեմ միջազգային հարթակում մարդկության դեմ հանցագործություն։ Տիկին Գյուրեղյան, շարունակում եմ հիանալ ձեզանով անկեղծ, որպես քաղաքական գործչով։ Եվ կասեմ հետևյալը, որ յուրաքանչյուր անձ իր ասած խոսքերի հետ գտնվում է տիրոջ եւ ծառայի փոխհարաբերություններում, գիտեք։ Քանի դեռ դու ոչինչ չես ասել, խոսքը քո ստրուկն է։ Երբ որ դու ասել ես, դու դառնում ես խոսքի ստրուկը։ Եվ ես պետք է ասեմ հետևյալը. Տիկին Գյուրեղյան, ես երբևիցե որևիցե արտահայտությունից չեմ հրաժարվում եւ չեմ կարող հրաժարվել։ Բացի դրանից, դուք հիշատակում եք ընդամենը ձեզ հասանելի պատասխանը ձեր իսկ հարցին, դուք կարող եք օրինակ իմ կողմից հրապարակված թե խորհրդարանում, թե խորհրդարանից առաջ հրապարակումները եւ տեսնեք, որ ես մշտապես շատ բացասաբար եմ անդրադարձել միջազգային հարթակում կատարվող ցանկացած հանցագործությանը։ Բայց զարմանում եմ որոշակի առումով, չգիտեմ, սա Ստոկհոլմյան սինդրոմը ինչ է։ Դուք չեք քվեարկել միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը, որը միակ գործիքն է այսօր միջազգային հանցավորության դեմ պայքարելու համար։ Բայց այդուհանդերձ մեղադրում եք ինձ, որ ես ձևակերպումներ եմ տվել, որը գուցե այսօր ձեր սրտով չեն։ Ենթադրում եմ, որ ձեր սրտով չեն, դրա համար եք հիշատակում այդ ձևակերպումները, բայց այստեղ վերջակետ դնեմ։ Շնորհակալություն, հացերն ավարտվեցին, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Հարգելի գործընկերներ, այժմ կարող եք հերթագրվել մտքերի փոխանակության համար։ Արմենուհի Գյուրեղյան։